Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ փրկի միասին ենք եւ շատ ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդաշարը։ Բարեկամներ, այսօր իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Հովհաննես Բկրտչյանը, ով նաեւ հանդիսանում է El Sky Bar ռեստորանի Ռուժագեղենի բաժնի ավագ խոհարար։ Հիմա կպատրաստենք մեր աղանդերի խմորը, ավելացնում ենք ալուրը։ 300 գրամ։ Մոտավոր կարող է 350 լինել։ Դու սկզբից էիր մաղել, այսինքն հաստացրել օդով, դրա համար հիմա բան չենք անում։ Սա արդեն կարող ենք վերցնել։ Մաղված էր։ Մարգարին, Կավելացնենք մարգարինը։ 100 գրամ։ 100 գրամ, իսկ կարակով ոնց է, թե մարգարին ավելի հարմար է։ Կարող է երկու տարբերակով էլ փորձել, ուղղակի մարգարինով որ պատրաստում ես, ինքը համային ավելի ընդգծված է։ ընդգծված է։ Շատ լավ։ Փորձենք, երկուսով էլ կփորձենք։ Ավելացնենք շաքարավազը։ Այո։ Մոտավոր 2-3 ճաշի գթալ։ Խառնում ենք։ Ալուր, մարգարին եւ շաքարավազ։ Խառնում Խորիզի այդ է մտածում, դրա մասին եմ մտածում, այո, խորիզի պատրաստման եւ ձևն է նման։ Այո։ Դե ամեն ինչն էլ հայկական գաթայից է, էլի բոլոր Այո։ խմորարանը այդպես չի։ Ընդհանուր շատ եմ սիրում հայկական աղանդերներ պատրաստելը։ Շատ սիրեիք երիտասարդներով։ Հայկական աղանդերի վրա արդեն կառուցված մի քանի լավ լուրջ աղանդերներ ունենայինք մենք։ Ես աշխատում եմ այդ ուղղությամբ հիմա։ Դե աշխատանքը պիտի տեսնենք։ Հինը ավելի նորովի ներկայացնելու։ Խառնեցինք։ Կավելացնենք գոլ ջուր։ Ինչ խմոր է լինելու։ Պինդ։ Այո, ինքը շաքարավազով թխվածքա բլիթ է լինելու։ Ոնց որ ասում են պիսոշնի տիեստա։ Շատ լավ։ Հայերեն ասում ենք փխրուն։ Փխրուն։ Հավկիտ կավելացնենք։ Իհարկե։ Հավկիտներն արդեն լվացված են, բարեկամներ, որ Այո։ լարի պիտի։ Այո։ Շենքոտը բավական է։ Հունսում ենք մեր խմորը։ Ալուրի որակը կապ ունի խմորի հետ։ Իհարկե։ Սովորաբար պատրաստում ենք բարձրորակ սպիտակ ալուրից։ Սպիտակ ալուրից։ Ընդհանուր ես շատ իտալական տեսակի ալուրների հետ եմ աշխատել։ Աղանդերների հետ կապված։ Այո, այո։ Աշխատանքը բնականաբար իտալական խոհանոցում անհամեմատ ավելի շատ է։ Իրենց խոհանոցի վրա շատ են աշխատել եւ իրենց մշակումները շատ ավելի բազմազան են, մշակումներն էլ իրենց աշխատանքով էլ ամբողջ շուկան աշխարհի ողողել են եւ առաջ են եղել։ Սա շատ լավ, իրենց համար շատ լավ գովազդային նաեւ ճանապարհ է։ Ինչը որ մենք բաց ենք թողել, մենք չունենք, մենք չենք կարևորել, որպեսզի աշխատանք կատարվեր եւ ներկայացվեր։ Եվ այստեղ մեղքի իր բաժինը ունի եւ մեր համքարությունը խոհարարական հասարակությունը եւ իհարկե նաեւ
պետական այրերը, մարդիկ, ովքեր պատասխանատու են ընդհանրապես մշակույթի եւ ընդհանրապես մեր ներկայացվածության համար աշխարհում։ Ինչու եմ ասում, որովհետև տեսեք իտալական խոհանոցը այդքան արդեն զարգացած եւ կարծես թե առաջին հայացքից նույնիսկ կարիք չկա Հայաստանում ներկայացնելու, Հայաստանը իրենց համար որպես շուկա շատ փոքր է, բայց Հայաստանում Իտալիայի դեսպանը ամեն տարի ինքը անձամբ դեսպանը, ոչ օգնականը, ոչ երկրորդ, երրորդ, չորրորդ, չգիտեմ դռնապանը, անձամբ դեսպանը 3 ամիս զբաղվում է իտալական խոհանոցի մեկ շաբաթյա օրերը կամ 6 օրերը կազմակերպելու համար։ 3 ամիս աշխատում է, որ 6 օր ներկայացվեն իտալական խոհանոցի օրեր։ Այն էլ այդ բարձր դիրքերից, իտալական խոհանոցի ճանաչելիության բարձր դիրքերից։ Այսպես է զարգանում խոհանոցը, այսպես է հանրահռչակվում եւ տարածում աշխարհում խոհանոցը։ Ով ջան, Ինչ արեցինք այստեղ, խմորը պատրաստեցինք, ալուրով հունցեցինք, բացեցինք եւ կտրատեցինք։ Մոտորապես ես ոնց որ տեսնում եմ 4-5 մմ հաստությամբ։ Այո, կարող եք ձեր ցանկությամբ, ինչպես կցանկանաք, կտրատել եռանկյունի կամ քառակուսի, ոնց կցանկանաք։ Ախր մենք հիմա չգիտենք, թե ինչ ես պատրաստելու, որ իմանանք ինչ ձև։ Ինչպես ասացի, մուս ենք պատրաստելու։ Մուս վրան, հասկանալ է, դու զբաղվիր, մենք այստեղ ջեռոցը միացրել ենք 170 աստիճանի հավաքի։ 15 րոպե թխվելու է ինքը։ Հիմա այս անցքեր կանեմ, անպայման անցքեր ենք անում, որպեսզի ինքը խմորը շատ չուռի եւ չդեֆորմանա։ Շատ Տեղափոխում ենք ջեռոցը։ Այստեղ մեր գլյուկոզան եւ շաքարավազներ ջրով կավելացնենք մեղրը 2 ճաշի գցալ։ Մեղրը երկար եփել ձեռնպահանջ չէ մնում երկար եփելուց։ Այո։ Խառնենք։ Կանչեց արդեն, բավական է թե ավելացնենք։ Բավական է։ Հա։ Արդեն եղավ։ Ըստը։ Կկտրատեմ ելակը։ Կոնֆի համար, մուսի համար։ Ինչի համար։ Կոնֆի։ Ինքը դոնդողանման զանգված է, Սա երկար պիտի եփվի։ Ոչ։ Ավելացնենք շոկոլադ։ Բոլորը։ Չէ, կեսը։ Բավական։ Խտացված կաթը։ Իսկ կտրվել կամ որևէ բան, ես Ինքը հարելու է, էլի։ խտացած կաթ է որքան լցնեմ։ 2 ճաշի գտալ ես, գտալ ես։ Խնդրեմ։ Ասացի կտրատում եմ ելակը մեր կոնֆիի համար։ Ինչ պիտի անենք, ելակը պիտի եփվի, թե Այո, ելակը եփում ենք խտացրած կաթի հետ։ Այստեղ ես արդեն կավելացնեմ սննդային ներկը։ այո, Գույնը կորոշենք մենք։ Բեր բավական է դա։ բարեկամներ, այսպիսի զանգված ստացանք խտացրած կաթով ելակը։ Ավելացնում ենք դոնդողը։ Իդեպ դոնդող պատրաստելու համար օգտագործում եք սննդային դոնդող 10 գրամ եւ 20 մլի գոլժուր։ Այո, շատ լավ։ Այնուամենայնիվ ես իմ կարծիքը դժվարանում եմ փոխել առ այն, որ
դեսերտը, այսինքն աղանդերը մանավանդ լավ ռացիոնով սնունդից հետո պիտի օգնի մարսողությունը լավ իրականացնելու համար։ Այո։ Ինչու եմ ասում, որ այսքան դոնդող տարատեսակ բաներ եւ մենք պատկերացնենք ճաշակել ենք նախ ուտեստ, ապուր, մի 2-3 տեսակ տաք կերակուր 4-5 ժամում ու բերում են այսպիսի աղանդեր, հագեցած աղանդեր։ Իհարկե համային առումով հիանալի է, բայց արդյոք այս աղանդերը նպաստելու է, որ մեր ճաշակածը լավ յուրացվի։ Համարյա թե միասեր ստացվեց։ Հարում ենք հարիչով։ Հարենք։ Վերջ։ Մաղով կանցկացնենք սա։ Սա պիտի սարճի, այսպես բաց, այսինքն սանանանում չենք դնում դեռ։ Այո, մնում է ինքը իրենով սարճ։ Վերջ սա։ Եվ սա տեղափոխում ենք սառցեխցիկ, որպեսզի նույն կերպ սարճի, հարում ենք սերուսքը։ Կխնդրեմ շոկոլադը։ Եվ սերուսքից 50 միլին շոկոլադի հետ կհալացնենք առանձին։ Վերջ։ Այնքան ենք հարում, միջով պնդանա սերուսքը։ Վերջ, պատրաստ է։ Փայտի բան դից։ Դնենք սա մի կողմի վրա։ Հալվեց արդեն։ Դեռ մի քիչ կա, ասար։ Լավ։ Սա ինչ պիտի անենք։ Սա ավելացնելու ենք սերուսքին, խառնելու ենք եւ արդեն մեր ֆորմայի մեջ մուսի համար նախատեսված հերթականությամբ այո հավաքել ենք։ Հիմա մուսը կլցնենք արդեն ֆորմայի մեջ։ Իսկ մուսը մենք ստացանք սերուսքը հարելով եւ սերուսքի վերաբերացրինք շոկոլադը, սպիտակ շոկոլադը եւ խտացած կաթով։ Եվ վերջում մուսի մնացած զանգվածն ենք ավելացնում։ Ես օգտագործելու եմ, ինչպես ասացի, թխվածքաբլիթներ, դուք կարող եք բիսկվիտ պատրաստել եւ սրտիկի նույն ձև ֆորմայով կտրատել եւ միանգամից վրան դնել եւ 2 ժամ մնալու է ինքը սառի սառցե խցիկում։ Մենք ավելացնենք մուսի մյուս մասը։ Վերջ։ Իրեն այսպես նստացնում ենք, որպեսզի օթեր չմնա մեջը, բաց տարածություն եւ լիարժեք մեր մուսը ստացվի եւ տեղափոխում ենք արդեն սառցե խցիկը մոտ 2 ժամ սառելու համար։ 2 ժամ պիտի սառչի։ Այո։ Իհանալի։ Եվ այսպես արդեն մուսերը պատրաստ են, սա էլ հայլային գլազուրն է մեր, որը պատրաստեցինք շոկոլադից, գլյուկոզայից, այո, սպիտակ շոկոլադից, գլյուկոզայից, խտացված կաթից, դոնդողից եւ մեղր ենք ավելացրել 1 կթար։ այո։ Կխառնենք իրեն։ Անպայման մուսը պետք է լինի նոր սառցե խցիկից հանած վիճակում, այսինքն 2 ժամ որ սառացրել ենք, իսկ սա կարող է լինի սենյակային ջերմաստիճան։ Հիանալի։ Ինքը սառնությունից արդեն կպահի վրան։ Հիանալի։ Մուսը մենք ստացանք սերուսքից, կրկին սպիտակ շոկոլադից եւ դոնդողից։ Այո, այո։
կարող ենք տեղափոխել մեր թխվածքաբլիթի վրա եւ ձևավորել։ Դե կպչում է կարող ենք այսպես թեթև քսել։ Կարող եք ելակը դուքել, ուղղակի դնել վրան։ Եվ մեր բեզեն չմոռանանք։ Դուք ինչպես կարող եք այդպես ձևավորեք ձեր իսկ ճաշակով։ Կարող ենք համարել իտալական աղանդեր, թե իտալական չուղակի արևմտյան ասենք։ Ընդհանուր մուսը թե ֆրանսիայում, թե իտալիայում պատրաստում են։ Այո, լավ, ասենք եվրոպական տարբերակ։ Հիանալի, բավականին երկար ժամանակ խլեց մեզանից, բավականին մեծ ուշադրություն եւ հոգատարություն եւ խոհանոց արժանի է, կերակրատեսակ արժանի է, որ մենք շատ ժամանակ տրամադրենք եւ բծախնդիր լինենք։ Ապրես դու, շնորհակալություն, խնդրեմ կարող ես մեր հերոստատիտողներին քո ցանկությունները, քո առաջարկները հանել։ Ուզում եմ խորհուրդ տալ երիտասարդ խոհարարներին, որպեսզի սիրեն իրենց աշխատանքը եւ ավելի աճեն իրենց աշխատանքում եւ մեկ կարեւոր բան էլ, եթե խոհարար ես, իմ կարծիքով պետք է նույնպես կարողանաս պատրաստես աղանդերներ, հիմնական կերակուր աղանդեր։ Այո։ Շատ դեպքեր են լինում, որ մտածում են խոհարարներ, որ աղանդերը իրանց հարմար չէ, չպետք է պատրաստենք։ Դե ճիշտ է, դա ըստ մարդու ցանկությանն է, բայց խորհուրդ կտամ, որպեսզի այս ոլորտում է խորանաք, շատ հետաքրքիր է եւ նոր բացահայտումներ կարող եք գտնել ձեր համար այս ոլորտում։ Արարեք, պատրաստեք համեղ կերակրատեսակներ եւ աղանդերներ։ Շնորհակալություն Հովհաննես ջան, հարգելի հերոստատիտողների, հատկապես մեր երիտասարդ գործընկերներ, եկեք միասին անսանք մեր Հովհաննեսի հորդորին եւ երբեք չհամարենք, որ մենք արդեն ամեն ինչի հասել ենք։ Խոհարարական միտքը երբեք կանգ չի առնում եւ հարկավոր է միշտ ձգտել հասնել ավելիին եւ հասնել բարձրագույնին։ Շնորհակալություն, ապրես շնորհակալ եմ Հովիկ ջան։ Մրգային մյուսլի Գլազուրի համար խտացրած կաթ 300 գրամ, գլյուկոզա 100 գրամ, սպիտակ շոկոլադ 150 գրամ, շաքարավազ 120 գրամ, սննդային ներք 10 գրամ, դոնդող 20 գրամ։ Մուսի համար սերուցք 300 գրամ, շոկոլադ 100 գրամ, կաթ 150 մլ, դոնդող 10 գրամ։ Թխվածքաբլիթի համար ալյուր 300 գրամ, կարակ 50 գրամ, շաքարավազ 250 գրամ, ձու 3 հատ, վանիլին։ Բարի ախորժակ։ Հարգելի հերոստատիտողներ, այսօր համար պատրաստել ենք այսքանը։ Ես ուզում եմ, որ դուք միշտ լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։